Մարտի 24-ին ֆրանսիական Arte-Free 28 մինուտ հաղորդման ժամանակ ցուցադրվեց աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված էին Թուրքիան եւ նրա հարակից երկրները, Հայաստանն ամբողջությամբ ջնջված էր, իսկ Ադրբեջանը բավականին ընդլայնված։ Ի վերջո ձեր կազմակերպության ջանքերով հեռուստաընկերությունը ներողություն խնդրեց հայերից սխալ քարտեզի համար։ Ինչ եք կարծում այս ամենում ադրբեջանական լոբբիի հետ կկար։ Ուզում եմ նշել, որ չնայած Arte հեռուստաալիքին ուղված բազմաթիվ հաղորդագրություններով ներգրավվել եմ այս գործին, բայց ես միակը չէի Ֆրանսիայում, ով դա արեց։ Հարյուրավոր, նույնիսկ հազարավոր հայեր մոբիլիզացվել են, հետևելով իմ կոչին եւ նաեւ այս կոչերին։ Armenian News Magazine կայքը armynews.com-ը հրապարակել է այս հեռարձակման նյութը, որտեղ Հայաստանի քարտեզն անհետացել էր հօգուտ Ադրբեջանի։ Մարտի 25-ի կեսօրից հետո ես արդեն գիտեի, որ Արտեն պատրաստվում են ներողություն խնդրել հայերից եւ պատասխան է պատրաստում երեկոյան եթերի համար։ Բայց այս արդարացումները հայերին չեն գոհացնում, որովհետեւ Արտեն ոչինչ չի ասել, թե ինչպես է կեղծվել այս քարտեզը։ Եվ մենք սպասում ենք պատասխանի, կարծում ենք մենք կշարունակենք ակցիան ավելին պահանջելու համար։ Հայաստանի պատիվը վտանգված է։ Սա պարզապես գրաֆիկական սխալ չէ, այլ դիտավորյալ փորձ է աշխարհի քարտեզից ջնջելու մի ամբողջ պետություն, մի բան, որ Էրդողանի եւ Ալիևի վաղեմի երազանքն է։ Այս մասին ակնարկեց նաեւ Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։ Հայոց ցեղասպանության տարելիցի եւ ոգեկոճման հետ զուգահեռ կարելի է անցկացնել, բայց կարծում եմ, որ այս կռիվը ամենօրյա է։ Եվ ամեն օր երկու ստահակ պետությունները հանուն պանթուրքիզմի փորձում են ազդեցություն գործադրել հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությանը դիմակայելու եւ առաջին հերթին ապակայունացնելու եւ հակազդելու Ֆրանսիայի հայ համայնքին, որն իրենց աչքում թշնամի է։ Իդեպ հիշյալ հաղորդումը հեռարձակվել է հայոց ցեղասպանության հիշատակի ապրիլի 24-ի միջոցառումներից ընդամենը 1 ամիս առաջ, ինչը ավելի է խորացնում այս քարոզչական գործողության լրջությունը։ Իհարկե, սա պարզ գրաֆիկական սխալ չէ, թուրք-ադրբեջանական լոբինգը Ֆրանսիայում ուժեղ է, հատկապես այն պատճառով, որ այնտեղ 700,000 հայ կա եւ Բաքուն ու Անկարան ցանկանում են պայքարել իրենց ասած հայկական լոբիի դեմ։ Արտեն այս վատ խաղը խաղաց, կարծում եմ պատահական չէ, որ հանվեց Հայաստանի քարտեզը։ Հատկապես Արտեի նման ալիքի շոուում, որը հայտնի է որպես լուրջ ալիք, ֆրանկ-գերմանական ալիք եւ հենց Գերմանիայում, որտեղ ապրում են 3 միլիոն թուրքեր, պետք է թերևս նայենք տեսնելու այս անառողջ ժխտողական պատվերի աղբյուրը։ Բայց Հայաստանի Հանրապետության իշխանություններն էլ հրաժարվում են հայոց ցեղասպանության հարցի առաջնահերթությունից, նաեւ Արարատի խորհրդապատկերից։ Հայոց ցեղասպանությունը լրացնելու Նիկոլ Փաշինյանի փորձերը նյարդայնացնում են հայկական սփյուռքին։ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ արևմտյան Հայաստանում իր արմատների մասին հայկական հիշողությունը վերանա կամ թուլանա հօգուտ իրական Հայաստանի։ Այս ամենը Ալիև-Էրդողան չար զույգի թելադրանքով։ Հակառակորդի առաջ պարտվողականության, թուլության եւ ծնկի իջնելու այս ռազմավարությունը հայի, քաջարի եւ հպարտ ժողովրդի բնության մեջ չէ։ Դա նրա պատվի խնդիրն է։ Փաշինյանը կհեռանա, Հայաստանը կմնա։ Դրանում համոզված եմ։ Սատարելով Հայաստանի Հանրապետությանը, մենք չենք կարող ուրանալ մեր ծագումը, մեր մշակույթը, իսկ սրանք մեզ ուղղորդում են դեպի արևմտյան Հայաստան։ Ես ծագումով խարբերդցի ընտանիքից եմ, ինչպես կարող եմ հերքել իմ պապերի եւ տատիկների գոյությունն այս տարածաշրջանից։ Հայոց ցեղասպանության բոլոր որբերի, ովքեր ապաստան են գտել Սիրիայի Հալեբ քաղաքի որբանոցներում 1915 թվականից հետո։ Երաշխիք կա, որ նմանատիպ միջադեպ այլևս չի կրկնվի եւ քարտեզագրական ներկայացումները կլինեն ճշգրիտ եւ անաչառ։ Ֆրանսիայում լրատվամիջոցներն անկախ են եւ ազատ։ Նույնիսկ եթե հաճախ կա խմբագրական գիծ, պետք է հետևել մի տեսակ ուղղության։ Ֆրանսիայում կա լրատվամիջոցների մարմին, Արկոմը, որը վերահսկում է այս բոլոր լրատվամիջոցները եւ պատժամիջոցները սահմանում որևէ շեղման կամ տեղեկատվության շեղման դեպքում։ Բայց քանի որ դա ուժային լծակ է, ԶԼՄ-ները կարող են ազդվել, զգայուն դառնալ, եթե իրագործվեն ճնշումներ կամ շահեր, ֆինանսական կամ առավելություններ։ Մենք միամիտ չենք։ Հանուն արդարության ասենք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները եւս հատուկ սևեռվածություն ունեն Հայաստանի քարտեզի վրա։ Արցախի հայաթափումից եւ հանձնումից հետո նրանք խուսափում են ոչ միայն Արցախ բառն արտաբերելուց,
այլև մեր կորսված հայրենիքի քարտեզը ցուցադրելուց, այդ թվում հանրային առաջին ալիքի եւ ռադիոյի հաղորդումներում։ Նիկոլ Փաշինյանի Հայաստանը թույլ է եւ ենթարկվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի թելադրանքին։ Ահա թե ինչու Հայաստանը զիջեց ամեն ինչ Ադրբեջանին, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, Արցախը։ Այս միջադեպի հարցում հենց Հայաստանն էր, որ առաջինը պետք է մոբիլիզացներ եւ բացատրություններ պահանջեր ԱՐՏ-ի ղեկավարությունից։ Բայց Հայաստանը գրեթե ոչինչ չի անում։ Եվ ահա թե ինչու է կարևոր հայերի ներկայությունը Ֆրանսիայում կամ այլ երկրներում։ Որն է հայկական մշակութային Հայաստանի գանձեր ասոցիացիայի բուն առաքելությունը։ Հայաստան մշակութային ասոցիացիան, որի նախագահն եմ ես, ստեղծվել է Վալանսում 30 տարի առաջ։ Նպատակն է խթանել Հայաստանը Ֆրանսիայում եւ զարգացնել Ֆրանսիայի հայ համայնքի մշակութային եւ այլ գործունեությունը։ Ներկայացնում ենք շոուներ, երբեմն հայաստանցի արվեստագետների հետ, գրքեր, ցուցահանդեսներ, մշակութային երեկոներ, բանավեճեր ցեղասպանության, Հայաստանի, Արցախի շուրջ, Ֆրանսիա հայերին մոտ թեմաներ։ 30 տարվա ընթացքում Արմենիան անցկացրել է ավելի քան 600 տարբեր միջոցառումներ, եւ ես պատիվ ունեմ նախագահելու այս ասոցիացիան։ Կցանկանայի նշել, որ ծնվել եմ Հալեպում, Սիրիայի, եւ ժամանել եմ Ֆրանսիա Վալանս ծնողներիս հետ 1966 թվականին։ Հրապարակի զրուցակիցն էր ֆրանսահայ հասարակական գործիչ, Հայաստան մշակութային միության ներկայացուցիչ Գրիգոր Ամիրզայանը։ Գրող հրապարակախոս Ռուզանա Սատրյանը գրում է. Սապատավորին միայն գերեզմանն է ուղում։ Խաղաղության պայմանագիր, թե նոր սադրանք։ Ինչ եղան ծափողջունները, այն մարդը խաղաղություն հաստատող չէ, էլ ինչպես ասի, որ հավատակ։ Ալիևը հասկացանք ինչ է անում, իսկ մենք այսպիսի խափեփա հողը չի ծնել։ Անմիաբան ու միամիտ հայեր, նույնպես։ Ժողովրդին տագնապի մեջ պահել, որ Ալիևը նախահարցակ լինելու ազդակներ է ուղղորդում, կեղծ հայտարարություններ տարածելով, որ Հայաստանը խախտել է իրենց սահմանային անվտանգությունը, կամ սահմանի երկայնքով զորք ու զինամթերք է կուտակել, մեզ համար նորություն չէ։ Բոլոր դեպքերում բանակը, երկրապահներն ու կամավորական խմբերը նախազգուշական, պաշտպանական միջոցներ պետք է նախաձեռնեն։ Ոչինչ պետք չէ բարձրաձայնել, սակայն ինքնապաշտպանական բոլոր բաղադրիչները ուշադրությունից բաց չպետք է թողնել։ Այսպիսի հարևան ունենալուց միշտ պատրաստ պետք է լինել, անկախ իրավիճակից։ Զավեշտ է թե իրականություն, ռուսները 7 երկ գիտեն, 7-ն էլ Ալիևի գովքն է եւ Բաքվին պաշտպանելը։ Քիչ առաջ ռուս լրագրողը ջերմեռանդորեն հաղորդում էր, որ Ալիևը ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ հայերը դրան հակառակ կրակ են բացանում նրանց դիրքերի վրա։ Ինչ կաթես կերել ռուս լրագրող կամ որքան ես վճարվել Բաքվից։ Ալիևի մտքին ինչ կա, ռուսների հետ կասկածելի ջերմացել է էլի։ Ասում են թուրքն ու ռուսը, որ բարեկամանում են, հայերը զգույշ պետք է լինեն, որ իրենց թիկունքում հանկարծ 100 տարով պայմանագիր չկնքեն Հայաստանի դեմ։ Սիրված հայորդիներ, դուք ունեք մեկ նպատակ՝ հայրենիքի փրկություն։ Չհաշված Ալիևի ամենօրյա բարոյահոգեբանական ճնշումները, գիտեք, որ նաև դրսից առատորեն ներմուծվող օտար գործակալները, ովքեր հատուկ պատրաստվածությամբ են սողում մեր երկրից ներս, նրա բացառիկ հանքանյութերով հարուստ լեռներին եւ միջազգային ճանապարհ հանդիսացող մեր կենսատարածքին տիրելու նպատակով, առաջին հերթին բարոյազրկում են հասարակությունը, թուլացնելով երկրի դիմադրության եւ պայքարի ուժը։ Խնդրանքս է ձեզ, հայորդիներ, թույլ մի տվեք, որ սիրալիրությամբ ձեզ մոտեցած հատուկ նպատակային գործակալներ ձեր մեջ պառակտություն եւ անվստահություն առաջացնեն։ Մեկըդ մյուսի նկատմամբ երկրի հողից վերջին ազգային կենաց ծառը արմատահան անելու թշնամական մարդավորսությամբ։ Հայրենիք պահող եւ նրա համար ինքնազոհողության դուր գնացող հայրենապաշտներից մերանը միայն հայրենիքի կայունությունն ու պաշտպանվածությունն է։ Ուստի դուք հերվից անգամ պետք է զգաք, որ դիմացինդ ինքդ ես, որ կաս։ Թույլ չտալով թեկուս հեռավորության վրա ձեզ բաժանեն, որովհետև այդ դուք եք վտանգի պահին իրար հետ պատնեշ կազմելու թշնամու դեմ։ Այս աշխարհաքաղաքական քաոսի դժվարին պայմաններում
Միայն ուժեղ կամքն ու հայրենիքի սերը բավական է, որը դուք ունեք, որպեսզի չհավատաք ձեզ իրարից բաժանող բամբասանքներին եւ սեպ խրեք ձեր միասնության մեջ, ինչի վրա դեռ 90-ականներից եւ նրանից առաջ էլ աշխատել եւ աշխատում է ջհուդական սադիզմը, անտարբեր սպանելով մարդկության ծաղիկները։ Չարենցը հզոր բանաստեղծ էր։ Մի արհամարեք նրա միասնության պատվիրանը։ Արիներին սազական չէ թուլությունը, նրանք ինքնավստահ են իրենց արժեքների մեջ։ Պատվարժան որդիներ։